Օրինակ, եթե Նիկոլ Փաշինյանը իշխանություն չունենա, քանի հոգով կմնա։ Բայց ասենք այդ ինքնիշխանությունը ինչու՞մ է դրսևորվում, եթե դու քո համադրությունն ես փոխում թշնամու պահանջով, այդ է ինքնիշխանությունը։ Հիմա ասենք Հայաստանում ապրում է 2.5-3 միլիոն մարդ, չէ՞։ Է թող ապրի 1 միլիոն մարդ։ Իրանց ինչ։ Ամբողջ 8 տարվա ընթացքում մարդը մի նվաճում չունի։ Մենակ քո պետության մեջ դու կարաս արժանապատիվ ելնես։ Արա հո դու գինչ չեք, ախպեր, ոնց մենակ քո պետության մեջ։ Ամենատարածված հարցը, դուք դրան ոնց եք ընտրում։ Սպառնում էր, ասում էր Սամվել Կարապետյանը բոմժա դառնալու ու մնալու են 4 հոգով։ Պատկերացնում ես, չէ՞, ուրիշի կազմակերպած միջոցառումը քաշել է իր տակ, որ կամերաներով ցույց տա, որ նայեք ինձ ոնց դիմավորեցին Գագարինու։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործական բաժնի։ Ոչ մի ֆիզիկական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Ողջույն եւ բարի գալուստ հրապարակի YouTube-յան ալիք այսօր երկուշաբթի ամեն երկուշաբթի ես եւ Ավետիսը փորձում ենք անցյալ շաբաթվա ամենակարևոր քաղաքական թեմաները քննարկել ձեզ հետ։ Ամենասկզբում պիտի խնդրեմ, բաժանորդագրվեք, մեզ կարող եք մեկնաբանություններ գրել, մեկ էլ լայք դրեք էլի, թե չէ բաժանորդագրվում եք լայք մեկնաբանություններ եք գրում, լայք քիչ է ստացվում։ Ասա։ Հետևեք Զարայի խորհուրդներին եւ հորդորներին։ Ցուցումների ես կասեի։ Անցյալ շաբաթ հետաքրքիր բավականին բան քաղաքական անցուդարձ էր, բայց արի սկսենք երեք գիշերվա կարևոր նորությունից Հունգարիայի վարչապետ 16 տարի, հա, անընդմեջ վարչապետ Վիկտոր Օրբանը երեք գիշերը իր պարտությունը ճանաչեց։ Մի կողմից շատ զարմանալի է, մյուս կողմից բացարձակ զարմանալի չի, որովհետև ամբողջ կոլեկտիվ Եվրոպան պայքարում էր Օրբանի դեմ, ես քեզ ասեմ, մի անցյալ գարնանը ես բանում էի, Հունգարիայում էի, ու փողոցներում գովազդային վահանակների վրա Եվրամիության կողմից տեղադրված նկարներն էին, որտեղ Օրբանին ինչ-որ բաների մեջ էին մեղադրում, տենց լեզուն այնքան չէի հասկանում, բայց տեքստից, գույներից, բանից ենթադրելի էր, որ դա հակա Օրբանյան քարոզարշավ էր, որը արդեն մի տարի շուտ սկսել էին էլ իրենք։ Մի խոսքով ստացվեց այնպես, որ այդ թույլ ամեն ինչ կորցրած, հա, նույնիսկ անվտանգության համակարգ չունեցող Եվրոպան կարողացավ այդ Եվրոպայի ամենաատելի ղեկավարին փոխի։ Ընդ որում ընտրություններում բարձր մասնակցության ցուցանիշով։ Ընդ որում Օրբանին աջակցում էին եւ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն, որ ֆանտաստիկ ինձ թվում է իրավիճակը էլի։ Նա Ռուսաստանի աջակցության մասով ես չգիտեմ, օրինակ ռուսները ինչքանով կարան Հունգարիային որևէ մեկին աջակցեն կամ աջակցության ինչ լծակ ունեն։ Միացյալ Նահանգները իհարկե աջակցում էր եւ աջակցում էր շատ ագրեսիվ ձևով։ Ավելին Վենսը գնացել էր, ձեռքը բռնել էր, Թրամփը գրել էր, որ մենք ուզում ենք, որ Օրբանը հաղթի։ Եվ ոչ միայն ուզում ենք հաղթի, մենք պատրաստ ենք հսկայական ֆինանսական միջոցներ ներդնել, որոնք կօգնեն Հունգարիային հաղթահարել իր տնտեսական խնդիրները եւ այլը։ Ռուսները իհարկե շահագրգռված էին Օրբանի հաղթանակի մեջ, որովհետև Օրբանը այն քիչ մարդկանցից էր Եվրոպայում, ով շփվում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, մեկ էլ Սլովակիայի նախագահն է, վարչապետն է, հա։ Չգիտեմ, չեմ հիշում ուղղակի։ Օրբանի անունը հայտնի է, որովհետև բազմաթիվ անգամներ կոլեկտիվ Եվրոպայի այդ որոշումների վրա իր վետոյի իրավունքով ինքը դա կասեցրել է, ընդ որում հակառուսական որոշումների։ Լսի, նենց չի, որ Օրբանը ինքը հակառուս չէր։ Իրականում Օրբանը ինքը հակառուս էր մի տարբերությամբ։ Ինքը պաշտպանում էր իր երկրի շահերը։ Ու Եվրոպայում միակ պետությունն էր, որը շատ էժան գներով գազ էր ստանում Ռուսաստանից։ Եվ նավթ։ Լսի, Դրուժբա նավթամուղ կա, որը հենց Հունգարիային եւ Սլովակիային մատակարարում էր նավթ։ Ռուսական, այսպես ասած, ոչ թե այսպես ասած, այլ խողովակաշարային նավթ, որովհետեւ Հունգարիան եւ Սլովակիան իրանք ծովային ելք չունեցող պետություններ են եւ չէին կարողանում, ասենք, օրինակ այդ բանով տանկերներով, այսպես ասած, նավթը ներմուծել եւ ստիպված կախված էին ռուսական խողովակաշարային նավթից, բայց այդ չի իրականը։ Հիմա նայեք, ես ինչ եմ օրինակ մտածում, շատ հայեր այսօր գրում են, որ շատ լավ է, որ Օրբանը պարտվեց, որովհետեւ
Օրբանի վարչապետության օրոք էր, որ սպանվեց Գուրգեն Մարգարյանը, Օրբանը ինքը արտահանձնեց Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին, որից հետո այնտեղ հերոսացվեցին, բան, ասենց մասնավոր Ու առհասարակ ասում են, որ Ադրբեջանի հետ շատ սերտ հարաբերություններ ունեցող ղեկավար է եղել Օրբանը։ Իհարկե, բայց հիմա նայ, այստեղ ուրիշ խնդիր կա։ Օրբանը շատ կարևոր ֆիգուր էր այն իմաստով, որ իր անձի շուրջ հակասություններ առաջացել Միացյալ Նահանգների եւ Եվրամիության միջև։ Հիմա, երբ որ իրականում եթե sense նայենք, Եվրամիությունը հաղթեց Միացյալ Նահանգներին։ Ու ինձ դա է զարմացնում, որովհետև մեզ այս վերջին մի քանի տարին փորձում են համոզել, որ Եվրամիությունը տենց կիսաքանդ կառույց է, հա, որ ոչ փող ունի, ոչ անվտանգություն ունի, գազի խնդիր չի կամ լուծի, ամեն ձմեռ սարելու բանի եզրին է, հա։ Չէ, հիմա դրա հետևանքը պետք է նայենք։ Դրա հետևանքը այն է, որ Եվրամիության ու Ամերիկայի միջև հակամարտությունը ավելի է խորանում եւ այսպես ասած այդ բաժանարար գիծը ավելի է մեծանում։ Դու գիտես, որ նույն Տրամպը հայտարարում է, որ մեզ նույնիսկ արդեն ՆԱՏՕ-ն պետք չի, որ մենք պատրաստ ենք դուրս գալ ՆԱՏՕ-ից։ Թվում է, թե մի կողմից թվում է, թե դա Եվրամիության հաղթանակն է, բայց մյուս կողմից դա նաև ցույց է տալիս Միացյալ Նահանգների ազդեցության անկումը Եվրամիության նկատմամբ։ Նայ 45 թվականից հետո 1945 թվականից հետո, երբ որ երկրորդ համաշխարհային պատերազմը ավարտվեց, Միացյալ Նահանգները ստանձնել էր Եվրոպայի եւ տնտեսական եւ անվտանգային խնամատարությունը։ Այսինքն ասում էր, որ Միացյալ Նահանգները հսկայական միջոցներ ներդրեց Եվրոպայի վերակառուցման համար։ Տրամպը այդ ամեն ինչի վերջը տվեց, Վերջը տվեց, այո, օբյեկտիվ լինել։ Եվ Օրբանի պարտությունը դրա այն որ ասում են, տենց մի հատ խոսք կա, չէ, դագաղի վերջի մեղքն էր։ Հիմա ասելու է, նույնիսկ եթե իմ աջակցած Օրբանին չեք թողում այդտեղ ընտրվի, ինձի բմբուլ պետք չի, սկզբունքով ձեզ զրկում եմ ամեն ինչից, հա։ Լսի, ոչ թե զրկում եմ ամեն ինչից։ Մեր հարաբերությունները արդեն էլ առաջվանը չեն կարա լինեն։ Եթե դուք այն մարդկանց, դուք իմ հետ արդեն թշնամական, իմ նկատմամբ թշնամական գործողություններ եք իրականացնում։ Հիմա, տես, հիմա արի հարցին մոտենանք մեր տեսակետից։ Լավ էր արդյոք Օրբանի հաղթանակը Հայաստանի համար, թե վատ էր, որովհետև հիմա էլի վերադառնանք նրան, մարդիկ ասում են, դե արժանի իր արժանի պատիժը ստացավ Գուրգեն Մարգարյանի պահով եւ այլն։ Ես դա թողում եմ մի կողմ։ Իրականում ստացվեց, ոնց որ դու ես ասում, չէ, որ եվրոբյուրոկրատիան հաղթեց բանին։ Գիտես, նույնիսկ եվրոբյուրոկրատիան չի այդքան, ինչքան իրանք դարձել են այդ փափուկ ուժը կիրառելու սուպեր մասնագետներ, հա, աշխարհի ամեն ծայրում կարողանում են նենց անեն, որ իրանց այդ ՀԿ-ների, քաղաքասարակության, այդ չգիտեմ, տարբեր տեսակի Դանիել Իոնիսյանների ու նմանների միջոցով կարողանում են երկրում հանրային կարծիք ձևավորեն ու կարողանում են ազդել ընտրությունների վրա։ Ակնհայտ է, չէ, որ հիմա վաղը Հունգարիայի բնակիչը գազի համար վճարելու է 600 եվրո, ոնց որ վճարում են մնացած բոլորը։ Ոնց կարա սթափ մարդը ընտրություն կատարի այդ սկզբունքից ելնելով ու ընտրի այդ պատրանքները, էլի։ Ժողովրդավարության պատրանքները։ Դե հիմա նախ 16 տարին իրականում հոգնեցնող է։ Ես համաձայն եմ, հա։ Ու դա բռնապետության դրսևորում է, էլի 16 տարի։ Երկրորդը անընդհատ Հունգարիան լինելով բան, այսպես ասած, Եվրոպայի սրտում, կենտրոնական Եվրոպա, փաստացի, իրանք անընդհատ հակամարտության մեջ էին Եվրոպայի հետ, ու այդ հակամարտությունը եւս իրանց հոգնեցնել էր։ Բայց ես հիմա ինչ եմ ուզում ասեմ, տես դու ասում ես, որ իրանք այդ եվրոբյուրոկրատիան, որը այդ իրանց ՀԿ-ներով բան, բայց արի չմոռանանք, որ Հայաստանում այդ նույն եվրոբյուրոկրատիան աջակցում է Նիկոլ Փաշինյանին։
մենք չենք մոռանում ու դրանց ելնելով եմ ասում, էլի, այսինքն Եվ շատ Օրբանի- նման է, որ Օրբանի ընտրությունը նաև մեր վրա է ազդեցություն ունենալու վատ իմաստով, հա, որ այդ Այո. ձևավորված այդ պատրանքը, որ հեսա մենք դառնելու ենք եվրոպական ընտանիքի անդամ, որ մեզ այնտեղ սպասում են, ոչինչ որ գազը 600 եվրո է լինելու, հա, կամ 600 դոլար է լինելու, այդ ոչինչ։ Կամ նավթը թանկանալու է, Նավթը կամ թանկանալու, անվտանգություն չենք ունենալու, բացի Կայա Կալասի բան Եվ Ուրսուլա հաճելի ֆոն դեր Լայնի, ժպիտներից ու եւ Ուրսուլա ֆոն դեր Լայնի սիրալ իր բառերից մենք որոշա բան չենք ունենալու։ Բայց փաստացի, ասենք եթե Հունգարիայի ժողովուրդը անհամեմատ ավելի լավ պայմաններում, հա, կողքին թշնամի չկա, ոչ մեկ իրան չի պատրաստվում հարձակվի գրավի, ռազմական, չգիտեմ, սպառնալիքներ չկան, ու առհասարակ այդ տարածաշրջանում ապրելը անհամեմատ ավելի հեշտ ու թեթևական Հայաստանի պես տարածաշրջան, ընտրումը Օրբանի հակառակորդին, որովհետև եվրոպական այդ քո ասած բյուրոկրատները դրան են աջակցում, ինձ դա է զարմացնում։ Կարող է այդ ընտրությունը մեր մոդել հիմա տենց լինի։ Զարա, տես հիմա խնդիրը ինչի մեջ է, մարդիկ, այդ այնց խոսք է, չէ, որ ասում է կանայք սիրում են ականջներով, չէ։ Մարդիկ ընտրում են ականջներով։ Մարդկանց կարելի է խաբել, ինչ որ բարի բաներ խոստանալով, եվրոպական պայծառ ապագա, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, զարգացում եւ չգիտեմ ինչ, եւ մարդիկ դրանք շատ հեշտ խաբվում են, շատ հեշտ։ Մարդիկ ընկնում են բաների մեջ, երազների մեջ, որ ահա մենք էլ կապրենք նման լավ պայման։ Փարիզի կամ Լոնդոնի պես։ Հա, Փարիզի, Լոնդոնի կամ նույն Չեխիայի, նույն Սլովակիայի, կենտրոնական Եվրոպա, Ավստրիայի, բայց չեմ պատկերացնում, թե դա ասենք իրականում իրանց կյանքի վրա ինչ ազդեցություն կարա ունենա, ասենք իրանց ընտրությունը կամ երկրի քաղաքական գծի փոփոխությունը ինչ ընտրություն կունենա։ Օրինակ, ես հետևում եմ, չէ, սոցիալական ցանցերին, ոնց որ բոլորս հետևում են։ Երբ որ մարդկանց ասում են, որ ռուսները այդ 600 դոլարանոց գազը սկսենք ստանալ, մի մասը գիտես ինչա գրում, գրում է կդիմանանք ոչինչ հանուն մեր ինքնիշխանության, կդիմանանք մի 4-5 ամիս, 6 ամիս կամ մի տարի։ Իսկ որ սկսի Ադրբեջանը ստեղ տեղափոխվել, Հարցը առաջանում։ համայնքը։ Լավ, մի տարի դիմացանք, մի ձմեռ սառեց, ի՞նչ է, մի տարի հետո ի՞նչ է լինելու։ Չէ, բայց ասենք այդ ինքնիշխանությունը ինչու՞ է դրսևորվում, եթե դու քո համադրությունն ես փոխում թշնամու պահանջով, այդ է ինքնիշխանությունը։ Մենակ սառելով է ինքնիշխանությունը, ուրիշ ձև չի դրսևորվում ինքնիշխանությունը։ Նայ, պետք է ավելի ֆունդամենտալ խնդրից խոսել։ Ինչ է ընդհանրապես ինքնիշխանությունը եւ անկախությունը։ Ինքնիշխանությունը եւ անկախությունը ընդհանրապես մի բան է, երբ որ դու շարժվում ես քո պետության եւ հասարակության շահերով։ Երբ որ քո հասարակության եւ քո պետության շահը ստորադասվում է ինչ որ ավելի ուժեղների շահերի, այլ տեղերից եկած հրահանգներով, դա արդեն ինքնիշխանություն չի։ Նայ, օրինակ նույն է Տրամպի միջանցքի հետ կապված, չէ։ Լսի, օրինակ ինքնիշխանությունը ինչի համար է, որ դու քո պետությունը ինքդ տնօրինես, բայց երբ որ դու գնում ես քո պետության տարածքը, տրամադրում ես մեկին եւ ասում ես, որ տեղից քո շահը 74% է, իսկ իմ շահաբաժինը 26% է, ստացվում է, որ քո երկրի անկախությունը դու 74%-ով զիջել ես մեկին։ Ընդ որում, շատ հետաքրքիր բան, ոչ Տրամպի ուղին է տենց իրատեսական թվում է պահի դրությամբ հաշվի առնելով Իրանի պատերազմը, ոչ իրաբերած խաղաղությունն է իրատեսական թվում, բայց մարդը քարոզարշավ է սկսել այդ խաղաղության կարգախոսով, հա, այդ սրտիկը, այդ կապույտ, այդ երկնագույն երկինքը, բան, այդ ամեն ինչը հիմա դրել է ինքը իր վերընտրվելու, վերարտադրվելու բանի գործընթացի հիմք։ Հիմա, եթե դու 8 տարի իշխանություն ես եղել, որևիցե մի նվաճում, որևիցե մի արած գործ չունես, որ կարողանաս քարոզարշավի ընթացքում դա որպես գովազդ ներկայացնես, դա որպես քեզ վերընտրելու հիմք ներկայացնես, այլ ընդհանրապես ներկայացնում ես մի բան, որ դեռ պատրաստվում ես անես ապագայում,
Տղա ջան, դու 8 տարի եղել ես այս երկրի ղեկին։ Ցույց տուր մի բան, ասա, այս ինչ բան է, նայեք, ինչ լավ եմ արել։ Եկեք ինձ դրա համար ընտրեք։ Անցյալ անգամ գոնե ասֆալտը կար, հա, այդ թեմայի Հա, շրջանակներում։ հիմա մարդիկ արդեն համոզվեցին, որ այդ ասֆալտը ամենավատ որակին է, որը քանդվում է։ Լսի, Էլի մեծ նվաճում չի, հասկանում ես, Չի, ասֆալտելի հայտարարությունն ա։ հիմարություն է, այտենց լինի բանի, ինչա կոչվում, ախալքալքցի ասֆալտ գցողները պետք է մեր երկրում իշխանությունը հավերժ պահեն, որովհետև իրանք շատ լավ ասֆալտ են անում Մոսկվայում, ես քեզ ասեմ, ես տեսել եմ իրանց արած գործը, թույն գործ են անում, բայց դու այնքան նվաճում չունենաս, 8 տարի իշխանություն ես եղել, մի հատ ձեռք բերում, ասենք, չգիտեմ, մի բան, այս ապահովագրությունն է, որը վերջի 3 ամիսն է, դա հաստատուն բան չի, որ դու կարողանաս դա քեզ վերագրես, չէ, պարզա չէ, որ հենց վերընտրվեց, այդ էլ է փակվելու, իհարկե, որտեղ ռեսուրս չկա, հա, դա նախընտրական կաշառք է, վերջ։ 10,000 դրամ թոշակն է, որը вообще ամոթ էլ է դրա մասին խոսել, ամեն երկրորդ թոշակառուն հայհոյում է դրա հետ կապված։ Եվ բոլորը հասկանում են, որ Հայաստանում հիմա նենց գնաճ է սկսվել, որը այդ 10,000-ը վաղուց է խժռել։ Երեք մի պապիկ բանով YouTube-ով ասում էր, այ ցավը տանեմ, 10,000 ավելացրել է, բայց ես 12,000 ավել եմ տալիս։ Ու դա շատ բան պարստոնով Լսի, մարդիկ հարց են տալի, օրինակ նայում ես այդ Քարոզ Արշավի կադրերը, եւ մարդիկ շատ կոնկրետ հարց են տալի։ Ասում են, օրինակ, չգիտեմ, Սևանից մինչև Վարդենից գնում ես, մի հատ աշխատող գործարան չկա։ Չկա, չէ, իրականում չկա, ոչ մի երկրում դա ինչ է նշանակում, որ երկրի իշխանությունը, ասում են ինչի իշխանությունը գործարան բացող է, բայց եթե դու քո երկրում չես ստեղծել նման միջավայր, ներդրումային միջավայր, որ մարդու համար ձեռնտու չի գալ որևէ արտադրություն հիմնել, դա արդեն քո խնդիրն է։ Ընդ որում տարածաշրջանում ամենացածր էժան գնով գազի ու առհասարակ էներգակիրների համար, հա։ Իսկ ենթադրվում է, որ այս տարածքում պետք է մարդիկ հակառակը շատ գային ու շատ բացեին։ Օրինակ այդ նույն գազը, չէ, շատերը, նայ, երբ որ գնում ես Սևան, ամբողջ ճանապարհին տեսնում ես ջերմատաններ։ Այո։ Լսի, տրամաբանորեն Հայաստանի ամենացուրտ կլիմա ունեցող մարզերից մեկն է Գեղարքունիքի մարզը։ Բայց եւ ջերմատներ են սարքում։ Ինչի հաշվին։ Ռուսական էժան գազի հաշվին։ Ծաղիկ են աճացնում, չգիտեմ, լոլիկ են աճացնում, պղպեղ են աճեցնում։ Այս կողմի վրա էլ բանն է, էլի Արմավիրի Արարատի մարզն է, որը էլի նույն վիճակն է։ Լսի, այն մարդիկ, ովքեր խոսում են, ասում են մենք կդիմանանք եւ այլն, լսի, այդ մարդիկ իրականում որևէ կապ չունեն հասարակության հսկայական մասի հետ։ Իրանք գիտես ոնց են մտածում են ձմեռվա ամսվա ջեռուցման փողն է թանկանալու։ Մտածում են, ասում են, հիմի տալիս եմ 40,000, թող դառնա 60,000, քիչ կվառեմ, 60,000-ը մի կերպ Չէ, հետո մարդկանց ուրիշ բանել են խաբում։ Լսի, ասում են, այդ 177,000-ը, 177.5 դա սահմանին, ասենց մարդիկ կան էլի, ասենք տարիքով, նայում ես, մտածում ես, արա, այս մարդը առավոտ տենաս ինչ է օգտավ։ Ասում է, բայց մեր ժողովրդի վրա ծախում են $350, այնց որ երբ որ ռուսները մեզ ասում են, որ 600 է, դուք հիմի 177 եք ստանում, բայց հետո կարող է դառնա 600։ Այնց չի, որ 3 կամ 4 անգամ է թանկանալու գազը, ընդամենը $250 է թանկանում։ Լսի, իրականում այդ 177.5-ը երբ որ դառնում է 350, դրա մեջ ես քեզ ասեմ, մոտավորապես $40 դա պետական հարկն է։ Այսինքն ավելացած արժեքի հարկ կա, ահա։ Լսի, երբ որ ասում են դառնում է $350, դա տեղափոխման եւ կորուստների ծախսն է։ Դա այդ Գազպրոմ Արմենիայի աշխատողների աշխատավարձն է։ Այսինքն երբ որ գազը դառնա $600, այդ $600 համար, այդ $600 որ մեկը այդ գումարելու ավելի շատ, 800 ալնելու կամ 900, էլի։ 1000-ը անցնելու է, որովհետև եթե $177 վրա 20%
ավելացած արժեքի հարկը ընդամենը 30 քանի դոլար է, չէ։ $600 վրա դա արդեն $120 է այդ բանը։ Դες բյուջեն կլցվի, թոշակները կկարենան Չէ, բայց բարձրացնել։ այն որ ասում է դու ինչ ես աշխատում, ասում է ես դագաղ եմ մեխում։ Այն որ ասում են որ այսքան բանը թանկացնենք, այս քո գործերը ոնց կլինի, չէ, տենց այդ կարգին հաղորդում տենց մի հատ սկեչ կար։ Բայց այդ $1000-անոց գազը սպառողը պետքա գտնես, չէ։ Ուղղակի մարդիկ չեն կարողանա բան անել, Դա չի վերաբերվում է բնակարանում սպառման մասին։ Ախր դա վերաբերվում է ամբողջ տնտեսությանը, մեքենաներից սկսած, լսի, էլի եմ տաքսիներն են, հացի փռերն են, չգիտեմ, բեռնատարներն են, հա, ցանկացած տեղափոխություն, հա, գյուղից 2 կիլոգրամ լոլիկը բերելու վրա էլ ազդելու այդ լսի, մի հատ մեր բաներին, մի հատ sense պուճուր մեր կախվածությունը Ռուսաստանից զգալու համար, ուրեմն 3 չէ առաջի օրը հայտարարվեց, որ վերին Լարսը փակվել է։ Ընդամենը մի քանի օրով է փակվել, բոլորը գիտեն։ Եղանակային պայմաններով, հա, ձնահոսքի պատճառով։ Ուրեմն հեղուկ գազի գինը մի օրվա մեջ 20 դրամով թանկացավ։ 170 դրամ էր, լսի, դառավ 190 դրամ։ Պարզ է, չէ՞ որ վերին Լարսը հավերժ չի փակվել։ Ընդամենը փակվել է մի 3 օրով կամ կարող է 5 օրով։ Բայց այդ նույնիսկ այդ դու պատկերացնում ես, եթե ընդհանրապես փակվի։ Հա։ Դու պատկերացնում ես ինչ կատաստրոֆա է լինելու երկրում։ Ինչ վերաբերվում է այն մարդկանց, ովքեր խոսում են, ասում են դե կդիմանանք։ Լսի, այդ մարդկանց փողը ուրիշ տեղից է։ Լսի, ուրիշ տեղից է, դրսից է։ Դրսիցն էլ պետք է Ռուսաստանից չլինի, Չէ, որովհետև այդ փոխանցման համակարգերն էլ են փակելու։ Չէ, դրսից ասելով ես նկատի չունեմ Ռուսաստան։ Ամերիկայից, հա, էլի ոչ լսի, կարող է այդ գրանտակերները, որոնք դրսից փող են ստանում, հայ ժողովրդին համոզում են, ասում են, լսի, ասում են մենք կդիմանանք։ Իսկ դուք կդիմանաք թե չեք դիմանա, մենք չգիտենք։ Մենք չգիտենք, հա, Հայաստանի տնտեսությունը կդիմանա թե չի դիմ։ Ի վերջո, դե չդիմանա թուրքական տնտեսություն կձևավորվի, իրանց համար էլի լսի, վատ եք ապրում, կթողեք Հայաստանից կգնաք։ Հա, ինչ է։ Մենք էլ կմնանք։ Ով որ դրսից փող է ստանում ու լավ ապրում, կմնա, դուք կմնաք։ Հիմի ասենք Հայաստանում ապրում է 2.5-3 միլիոն մարդ, չէ՞։ Այդ թող ապրի 1 միլիոն մարդ։ Իրանց ինչ։ Հիմի օրինակ քո կարծիքով Նիկոլ Փաշինյանի համար ավելի լավ չէր լինի, որ Հայաստանում ապրեր 500,000 մարդ։ Չէ, անկեղծ շատ լավ կլիներ։ Ու լավ կլիներ, որ բան այդ մարդիկ թոշակառու չլինեին։ Ասենք բան սոցիալական անապահով խավեր չլինեին, էլի 200,000 իր պետական կառավարման ապարատն է, չէ՞։ Մի 300,000 էլ ասենք, չգիտեմ, տենց էլի սպասարկող բան, ռեստորան, մոտարապես տենց այդ ֆորմատի մեջ։ Հա։ Վարշավիրանոց ռեստորան, այդ հյուրանոց, չէ՞։ Հավես երկիր կդներ։ Իրանք էլ ամիսը մի 10 հատ ֆեստիվալ կանեին, տուրիստներին կբերեին, ցույց կտայք ու կտանեին, կբերեին, ցույց կտայք, կտանեին։ Հա, կդառներ, ասենք հայկական գազանանոց, այդտեղ հայեր կան, ապրում են, ով ուզում է գա այդ մոտիկից տեսնի տենց ժիվոյ հայ բան իրա, տենց Հայաստանի պայմաններում ապրող, թող գա տեսնի։ Որովհետև պատկերացնում ես ամբողջ իրա բանի ամբողջ 8 տարվա ընթացքում մարդը մի նվաճում չունի։ Ես դրանից եմ գժվում։ Լսի, Զարա, ոչ միայն նվաճում չունի, ապագայի խոստումն էլ ինչ է, ասում է տեր կանգնի քո խաղաղությանը։ Էլի մեր վրա է գցում, էլի չի ասում ես եմ տեր կանգնելու քո խաղաղությանը։ Բացի են, լսի, մարդկանց չի ասում, որ զարգացում է լինելու, բարգավաճում է լինելու, տեր կանգնի քո խաղաղությանը, իբր մի բան, ասում է ես ձեզ կարամ մի բան երաշխավորեմ, ախպեր, որ դու սաղ ես մնալու։ Թե դու լավ կապրես, վատ ախպեր, կարևորը սաղ մնաս։ Ասենք ոնց որ գիտես ինչ կա, ասենք մարդու կյանքի իմաստը դառնա իր կենթանի մնալը։ Վաղը որ ենթադրենք էլի, որ Աստված ոչ անի վերընտրվի, արա ասելու է, հո ես ձեզ չեմ ասել, որ երկիրը զարգանալու է, ձեր կյանքը բարելավելու է։ Ես ձեզ ասել եմ խաղաղություն ալնելու։ Այնա կա։ Խաղաղությունը ինչ է նշանակում, որ դու ապրելու ես։ Ես քեզ ասել եմ դու չես մեռնի, թուրքը չի գա, քեզի չի սպանի։ Ախպեր, ես իմ խոստումը կատարում եմ, բայց մի պայմանը, որ թուրքերի սաղ պահանջները պետք է կատարենք։ Իրանք էլ մեզ խոստացել են չսպանեն։ Այդ էլի միջալոց, գիտես, չէ, կարա այսօր խոստանամ, ոնց որ 21 թվին խոստանում էր Շուշին ու Հադրութը հետ բերի, հետո ասի փոփոխվող աշխարհով պայմանավորված, դե որ մի քիչ էլ դες սպանում են մեր երկրի տարածքում, դա փոփոխվող աշխարհի արդյունքում է, ես դա ոչ եմ վերահսկում։ Մենք ինչ անենք։ Դե հա, տարածաշրջան մեզքան բան է փոխվել։
Չէ, ի վերջո Այսինքն դաժե չի լսի, ապահովելու բայց էլի։ հետո նայի, եթե ի վերջո որ նայես մարդու, երբ որ դու մարդուն ասում ես ամենակարևորը բանն եմ ես քո համար ապահովում, քո ապրելու իրավունքը, չէ՞։ Դու քեզ չես ախպեր մարդը ասում արա, եթե ես այս երկրի վրա ապրում եմ մենակ մի պատճառով, որոնց չսպանեն, աշխարհում այնքան տեղ կա, որտեղ կգնամ ինձ չեն սպանի։ Հա։ Հա, Անհամեմատ ավելի անվտանգ երկրներ կան, հա։ Ու դրա համար էլ ասենք Հայաստանի կեսը հիմա որտեղ նայում ես հնդիկու, չգիտեմ, պակիստանցի ու եսի ինչ են։ Հայերի մեծ մասը ասենք այս երկրում որևէ հեռանկար բան չտեսնելով թողումա գնում է։ Մարդիկ իրան ասում են, ախպեր ասում են, դու մեր արժանապատ տեսել ես չէ ռոլիկի մեջ, ասում է ես դուրս եմ գալի, ամաչում եմ որ հայ եմ, որտեղ իմ արժանապատվությունը ասում է, ինչ է ասում, ասում է մենակ քո պետության մեջ դու կարաս արժանապատիվ լինես։ Արա հո դու գիժ չեք ախպեր, ոնց մենակ քո պետության մեջ պետք է բան անել, օրինակ ամերիկացիներին տեղյակ պահել, որ իրանք պետք է արժանապատիվ լինեն, մենակ իրանք պետության տարածքում, որ դուրս են գալիս արդեն արժանապատիվ լինելու իրավունք չունեն։ Կամ օրինակ անգլիացիներին, մի քիչ էլ լավ վատ չէր լինի նաև գերմանացիներին։ Մարդը ասում է, երբ որ ես գնում եմ դուրս, ես ամանչում եմ, որովհետև ասում են արա, այդից որ ստեղ չի ամանչում, որովհետև բոլորը ամոթի միջավայրում են։ Ով ումից ամանչի։ Ես քեզնից ասենք մենք երկուսս էլ նույն ձևի նվաստացած ենք։ Հա, նվաստացած ենք, հա, ես չեմ կարող ասեմ, չես ամանչում, այտենց անարժանապատիվ կեցվածք ես բանուն վիճակում ես ապրում։ Ես աղս նույն վիճակում ենք, դրա համար մենք իրարից ամաչելու բան չունենք։ Բայց գնում ես դուրս ասում են, արա այդ որտե ես ապրում, արա այդ քո ձեր վարչապետ այդ Նիկոլն արա։ Դուք դրան ոնց եք ընտրել։ Ամենա տարածված հարցը, դուք դրան ոնց եք ընտրել։ Կամ ոնց եք հանդուրժում, արա չէ գեդինը չեք մտնում ախպեր արա։ Դա ոնց կարելի է էլի ասենք այդ պայմաններում ապրել։ Ու մարդը քանի որ չգիտի ինքը ինչ պատասխանի, չգիտի ինչ պատասխանի։ Ասում մի գնացեք ոչ միտեղ, ոչ չամաչեք։ Հա, ասում ախպեր։ Մոտարապես տենց արեցի։ Հա, Հայաստանից դուրս մի եկեք որ չամաչեք ախպեր, ինչ ասեմ։ Вообще տնից դուրս մի եկեք, որ չամաչեք։ Ինչ վերաբերում է այդ հնդիկների, հա, ներգաղթին, ես գլոբալ դեմ չեմ, ցանկացած զարգացող տնտեսության, ցանկացած զարգացող պետության մեջ միշտ լինում է այդ էմիգրանտի ներկայությունը, հա, իրանք որպես կանոն այն աշխատանքն են կատարում, որը տեղի բնակչությունը հրաժարվում է կատարելուց։ Բայց այս իշխանությունը ունես տպավորությունը, ոնց որ ինչ-որ հատուկ խրախուսում է իրանց ներգաղթը, չգիտեմ էլ անկեղծ դա անում է, որ հետո քաղաքական ինչ-որ դիվիդենդներ ունենա, թե դա անում է ուղղակի այս պահին էժան աշխատուժ օգտագործելու սկզբունքով, հա, որ պետության վրա ավելի քիչ գին նստի, ասենք այն ծառայությունները, որոնք հիմա մատակարարվում են նույն քաղաքապետարանի շրջանակներում աղբահանության եւ այլն։ Ամեն ինչ, շինարարությունից, ասֆալտապատումից, բոլոր ոլորտներում հնդիկները ներգրաված են ու մեծ չափով։ Ու ավելին ասեմ, այն աստիճանի, որ ասենք, չգիտեմ, նոր տարվան տոնակատարությունն է լինում Հայաստանի Հանրապետության հրապարակում, հիմնականում հնդիկներն են մասնակցում, ինչ որ միտեղ հարահավաք է լինում, հնդիկները անմասն չեն մնում, ու իշխանական քարոզչա մեքենան սևեռվում է այդ փաստի վրա։ Հիմա այսպես սահուն կերպով տանում եմ անցյալ շաբաթ տեղի ունեցած ուժեղ Հայաստանի հանրահավաքին, որտեղ ընդամենը 3 մոլորված հնդիկ էին, բայց իհարկե իշխանական լրատվամիջոցները նկարել են, գցել են, տարածում են, որ նայեք, ուժեղ Հայաստանի հանրահավաքին հնդիկներ են մասնակցում։ Հիմա իմ մոտ ես որ նայում եմ այդ կադրերը, հարց առաջացավ, լավ, ասենք ինչ այն այդ հանրահավաքի կազմակերպիչները face control դնեին, թե անձնագրային ինչ-որ մի հատ անցակետ դնեին, ասեին, ոչ մի հնդիկ ներս չենք թողնի։ Նախ ես մի բան ասեմ, այտենց բան ասել է։ Ու 3 հոգի էին ընդհանրապես։ Ես տեսել եմ, այդ 3 հնդիկներին է տեսել եմ, ընդ որում պլակատներով։ Հիմա ես մի հատ հարց եմ տալի, որ ասենք դրսում, օրինակ Փարիզում, կամ ենթադրենք ինչ ասեմ, Բերլինում ցույց է լինում։ Դու պատկերացնում ես, ասենք որևէ եվրոպական լրատվամիջոց նկարի ասի տեսեք, այս 3 հայերը մասնակցում են հանրահավաքին։ Հայերը չէ, այնտեղ ասենք Փարիզում սևերը կլինեն, Չէ, լավ, ես ասում եմ հայերի բանից եկածները, իսկ Բերլինում կլինեն Թուրքիայից եկածները, ու ոչ մեկի մտքով չի անցնի։ Դա ինչի դրսևորում է, մի բանի, ֆաշիզմի։ Այո։ Հայաստանում մենք միշտ ինչ ենք ասել, կա ֆաշիստական ռեժիմ, որը այլատացություն է քարոզում ոչ միայն այլ ազգերի նկատմամբ, այլ նաև այլ մտածողություն ունեցող մարդկանց նկատմամբ։ Հանրահավաքի կազմակերպիչները բռնեին այդ հնդիկներին ցեղասպանության ենթարկեին, որ թույլ չտային։
որովհետև դուք բերել եք երկիրը լցրել եք այդ մարդկանցով, դուք եք չէ լսի, մուտքի թույլտվությունը, արտոնությունը դուք եք լսի, տվել։ Ոստիկանությունն էլ է ձեր լսի, ձեռը։ այլ երկրի քաղաքացին Այո, իրավունք ունի հանրահավաքին մասնակցել։ Իհարկե ունի։ Ունի, չէ։ Այո։ Եթե այդ մարդը իրավունք ունի մասնակցելու հանրահավաքին եւ դուք դա սարքում եք հակաքարոզչական թեզ, դա ֆաշիզմ է։ Ֆաշիզմ է։ Դուք մի մարդուն ուզում եք ասեք, որ նա իրավունք չունի հանրահավաքին իրանց քարոզչական թեզի իմաստը, այդ Տարոն Չախոյան, Արայիկ Հարությունյան, այդ քարոզչական թևի Նիկոլ Փաշինյան, իրանք տիպիկ ֆաշիստական, այդ որ ասում են եվրոպական արժեքներ, չէ՞։ Ախպեր, սրանք 40 թվի եվրոպական արժեքների մասին են խոսում, 1940, հա։ Ասեն Գեբելսի մոտ կարային Գեբելսի օգնա։ Հա, այդ իրանք որ ասում են եվրոպական, այդ ֆաշիստական Գերմանիայի Եվրոպան նկատի ունեին, որ ասենք մարդուն ըստ դասակարգումին, ըստ ազգային պատկանելիության, գույնի, մաշկի, չգիտեմ ինչի։ Լսի, ինձ զարմանալի չի, որ իրանք տանում են այդ դիսկուրսը, հա, խոսակցությունը տանում են այդ ուղղությամբ, որովհետև իրականում նույնիսկ իրանց այն անբաժան մաս հանդիսացող կազմակերպությունները ընդունեցին, որ բավականին բազմամարդ է եղել հանրահավաքը, Դանիել Լեոնիսյանի են, ինչա կոչվում, եսի ինչ քաղաքացիներ, իրազեկ քաղաքացիները հաշվեցին, ես պատկերացնում եմ ինչ դժվարությամբ են թիվը գրել, բայց 12500 մարդ հաշվեցին, ժամը 5:00-ին, այսինքն մենք էլ հայրս միշտ ուշացող ենք, չէ, հաշվենք, որ Դե հանրահավաքը սկսվել է 6-ին 20 պակասի կողմերը։ Ոչ միայն հանրահավաքը սկսել է, նաև իրանք այդպես ենթադրում եմ էլի լեզուն կոտրվելով գրեցին, որ ծառայի տակ էլ կարան մարդիկ լինեն, որոնց մենք չենք կարողանում հաշվենք։ Մի խոսքով, եթե իրանք 12500 են գրել, 2 անգամ 3 անգամ հանգիստ կարելի է բազմապատկել այդ ժամանակ։ Բայց էսենց այս ցածր որակի այս բաներով իրանց այդ անհասկանալի լրագրող ձևացող աղջիկներով, որոնք սադրում են հանրահավաքի մասնակիցներին, այս հնդիկների մասին լուրը գցելով, ինչ որ sense պուջուր վատություններով, էլի կարողացան այդ ազդեցությունը, այդ հանրահավաքի, չգիտեմ, մարդաշատությունը ջրեն, ցրեն, մարդկանց մոտ այլ բան ձևավորեն կարծիք, թե չէ։ Դե հիմա պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը այդ տեսարաններից ընկել է հիստերիայի մեջ, նաև իր քարոզչական մեքենան։ Ինչի համար։ Որովհետև եթե նախկինում հրապարակ կարողանում էր լցնել Նիկոլ Փաշինյանը, չէ, իր կոչով էին մարդիկ։ Բայց այդ երբ էր, չէ, դա 8 տարի առաջ։ 18 թվին էր։ Չէ, 18 թվին, հա, 8 տարի առաջ, ուղիղ 8 տարի առաջ, մարտ ամիսն է, ապրիլ ամիսն է, հիմա այդ ակտիվ շրջանն էր, չէ, 8 տարի առաջ։ Դե հիմա ես ինչ եմ ուզում ասեմ, հիմա ինքը դրա 10%-ը չի կարա հավաքի, 1%-ը չի կարա, ինքը եթե հիշում ես, սրանից մի քանի օր առաջ, այդ հանրահավաքից մի օր առաջ կարծեմ, սպառնում էր, ասում էր Սամվել Կարապետյանը բոմժա դառնալու ու մնալու են 4 հոգով, ինքը Կարեն Կարապետյանը, Նարեկ Կարապետյանը, մեկ էլ այն մյուս Կարեն Կարապետյանը։ Իհարկե։ Հետո էլ ասես չէի սպառնում, ուղղակի վախենում եմ իրանց համար։ Հա։ Հիմա մի հատ հարց եմ ուզում տամ։ Օրինակ, եթե Նիկոլ Փաշինյանը իշխանություն չունենա, քանի հոգով կմնա։ Քանի։ Իրանից բացի կարաս էլի մեկի անունը տաս։ Նազելի Բաղդասարյանը կմնա։ Չի մնա։ Չի մնա։ Չի մնա, չէ, չի մնա։ Ինձ թվում է այդ հավատարիմ տեսք ունի։ Ուրեմն Որտեվ նայ, Աննա Հակոբյանը արդեն չկա, բաժանվել է, գնացել է, երեխեքը համարյա բոլորը, հա, բացի Աշոտից Աննայի հետ են ու հոր հետ չեն ապրում, այլևս դե ուզում եմ ասեմ, եթե Սամվել Կարապետյանի դեպքում գոնե ընկերներ ունի, ընտանիք ունի, ընտանիքի եղբայր ու ազգականներ ունի եւ այլն, Նիկոլ Փաշինյանի դեպքում ոչ աղբերն է կողքը մնալու։ Աղբերը արդեն չկա, ինձ թվում է, էլի վաղուց։ Հա, ոչ կինն է, ոչ երեխաներն են, այն որ հայ ժողովուրդը ասես մի հատ բան ունի, խոսք ունի, ասում է կոշտը նստել է քարի դարդն է լացում։ Այդ տղա, դու քեզնից բացի, դու կարող ես դու հանրահավաք հայտարարես, դու քո հանրահավաքին չգնաս։ Իրանք չեն էլ հայտարարում հանրահավաք։ Իրանք գիտես ինչ են որոշել, այս տարի համերգ են անելու։ Ես ասում էի, չէ՞ որ համերգ են անելու։ Համերգ են անելու, սղսնեն ասեն նայեք, ես մեր հանրահավաքին էին եկել։ Բայց ես ինչքան երբ եմ դա ասել։ Ամիսներ առաջ, Վանգանա, ավոն մեր Վանգանա։ Չէ, դա Վանգայի բան չի, այդ մարդը գիտի, որ ինքը
իրա կոչով, իրա տխմարությունները լսելու կոչով, որևէ մարդ չի գնալու հրապարակ, բայց ասենք մի հատ համեր գանես, մի ջահել մարդիկ են, երիտասարդներ են։ Նայած ում բերես, ասենք հիմա պարզա չէ որ Բեյոնսին բերի Հանրապետության հրապարակում երգելու, ես էլ եմ գնա։ Ես չեմ Ու դա գնալու։ բացարձակ Նիկոլի հետ կապ չունի։ Չէ, դե որտեղ որ Նիկոլ Փաշինյանն է, ես այդտեղ չգիտեմ ով էլ ուզում ա լինի։ Ինքը հենց գա դուրս կգանք։ Արի պայմանավորվենք տենց գնանք Բեյոնսին Ես նայենք։ այդ օդը չեմ կարել։ Լավ, բաց տարածք է տենց փակ։ Հիմա հանրահավաքի մասով։ Լսի, պարզ է, որ Սամվել Կարապետյանի թիմը ուժեղ Հայաստանը լավ բան դրեց, տենց ասած, նշաձող դրեց, հա։ Ու սա առաջին հանրահավաքն էր։ Իհարկե։ Փաստացի առաջին քաղաքականներ, նախորդները sense տենենց դա ավելի շուտ ի աջակցություն միջոցառումներ էին։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ասում է, որ ես ավելի մեծ աջակցություն ունեմ, չէ՞, Սամվել Կարապետյանից։ Թե դու ազատությունն ես, հա։ Չէ, բան կա, չէ, տենց հասկացություն կա, չէ, challenge կա, չէ։ Հա, ես արել եմ, դու էլ արա։ Այո։ Ես արել եմ, դու էլ արա։ Դե թող անի։ Նույն ազատության հրապարակում, Հանրապետության հրապարակում, չէ։ Հա, դե պարզ է, Հանրապետ։ Ու բան, ու առանց հնդիկների։ Շուտ եմ ասել։ Պայմանավորվենք, եթե այստեղ հնդիկ չի կարելի գալ ընդամենը 3 հնդիկի դեմ էի։ Լսի, ես հենց այդ 3 հնդիկներին տեսա ու պլակատներով։ Ես ասացի, սրանց ինչ որ մեկը իշխանությունից փող ա տվել, ուղարկել է ու հատուկ սրանք անընդհատ պատտվում էին հրապարակում։ Ես ուշադիր էի, հա, անընդհատ։ Մոտ դա ինչ խոսասնեիր։ Թե իրանց լեզվով չես խոսում։ Գիտես այդքան առողջություն ունենք հնդիկ իշխանության ուղարկած, չէ դե պարզ է դա այնքան ակնհայտ է, որ խոսացնելու կարիք չկա, հասկանում ես։ Այդ պլակատները որևէ մեկը չէր կարա իրանց տալ, բացի իշխանությունը։ Որևէ մեկը։ Նույնիսկ եթե ասենք հանրահավաքի կազմակերպիչների հրավերով եկած լինեին կամ ինչ որ կերպ, իրանք այդ պլակատ չէին տա, էլի, ձեռը այդպես Տարոն Չախոյանները չոգևորվեն նյութ չանեն։ Դեսի ակնհայտ իրանք ուղարկված էին, որովհետև մենակ այդ շարժումից ասել էին երևի ինչքան հնարավոր է կամերաների դեմը կֆրֆռա։ Հա, շատ պատտվեք, որ մարդիկ ձեզ ավելի շատ տեսնեն, էլի։ Դեն հիմա թող Դու երթից ու հանրահավաքից ասա, ես չեմ հասցրել կամ մենք աշխատում էինք խմբագրությունից, ինձ հետաքրքիր է քո տպավորությունները տեղում։ Շատ դրական, շատ էներգետիկան բարձր հանրահավաք էր, մարդկային ոգևորություն, դա ցույց է տալիս մի բան, լսի, որ նախ Սամվել Կարապետյանի թիմը այսօր Հայաստանի ընդդիմության առաջնորդն է, որովհետև միշտ տենց է եղել, ով կարողացել է հրապարակ հավաքել, ես բան չունեմ ասելու, նույնը վերաբերվում է նաև մյուս թիմերին։ Թող մյուս ընդդիմադիր կուսակցությունները, ովքեր համարում են, որ իրանք ունեն ավելի մեծ հանրային աջակցություն կամ հավասար հանրային աջակցություն, թող իրանք էլ միանան այդ չելենջին։ Թող իրանք էլ 20-30 հազարանոց հանրահավաք հրավիրեն։ Ասենք օրինակ Թաթոյանը, չգիտեմ, բանը Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը կարան չէ իրանք էլ հրավիրեն, թող փորձեն, բայց այս մարտահրավերը ավելի շատ ես նայում եմ ուղղված իշխանությանը։ Դու ասում ես, որ ես ունեմ հանրային աջակցություն, ախպեր ջան, դու միտինգ արա, թող ձեր թիմից, ձեր նախընտրական ցուցակից 5 հոգի ելույթ ունենա։ Մի պայմանով, որ պետք է ասենք ոստիկանները, ասենք այդ մարդկանց չբերեն լցնեն այդ հրապարակ, ոստիկաններն էլ ասենք ձեր-ձերի բռնած շղթա կազմեն, որ մարդիկ այդ բանից հրապարակից չփախնեն։ Գոնե մի ժամ նաուշնիկներով չլինեն, չէ՞, որ կձեր ելույթներն էլ լսեն այդ մարդիկ։ Չէ, կգան իրանց երաժշտությունը կմիացնեն, կդիմանան, կգնան, էլի։ Չէ, sense չպահեն էլի մարդկանց, ասեն ախպեր, ով որ փախել է, ասենք բռնելու են կամ չէ, որովհետև դա կարան անեն։ Ես բան չունեմ ասելու, ասենք կարան 20,000 մարդ ծեծելով, բռնելով, ասենք, չգիտեմ, տարբեր մեխանիզմներով բռնեն բերեն այդտեղ, հետո սենց մի հատ շղթա կազմեն։ Բայց իրանք ավելի խելացի են, գիտես ինչ են արել, այս շաբաթ-կիրակի բաներ չէ գնացել, Սևանն այդ Գագարինի հատվածներ գնացել, իմացել է, որ տիեզերա գնաց Գագարինի հետ կապված ինչ-որ միջոցառում կա, մարդկանց այդ համայնքի բնակիչները հավաքվել են ինչ-որ հրապարակում բան են տոնում, ասել է ավտոբուսը քշեք գնանք, իբր մեզ են սպասում, մեզ են եկել դիմավորեն, մտել է սկսել այտենց ողջունել, բա ժողովուրդ ջան, ես ինչ լավաբան եւ պատկերացնում ես, չէ, ուրիշի կազմակերպած միջոցառումը քաշել է իր տակ, որ կամերաներով ցույց տա, որ նայեք ինձ ոնց դիմավորեցին Գագարինում։ Ես այտենց մի հատ падգամավորի տեխնացու գիտեի, որը 17, ասենք 17 թվականի ընտրությունների ժամանակ, երբ որ իմանում էր որևէ տեղ բանի խիդա կա,
անպայման գնում էր ու սկսում էր այդ բաժակ բարձրացնել ու խմել այդ մահացածի բանի համար, հիշատակի համար, այն ենթատեքստով, որ ազգականները կասեն, դե այստեղ են մեր մտերիմն ա եղել, մեր ընկերոջ մտերիմն ա եղել։ Հա, այս մեռնողի մտերիմն ա, ոնց է գնահատում այդ մարդուն, արա դու գոնե մեր այս բանի հիշատակի խաթր գնանք սրան ձեն տանք։ Շատ աշխատող մեխանիզմ է։ Իմի Նիկոլ Փաշինյանն էլ կարող է նախորոք իմանա կամ կազմակերպի ինչ-որ մեկի սպանությունը այդ տարածքում։ Կենացներ։ Ու հետո գնա, հա, ասի դե գիտեք ինչ կա, դե մարդիկ կհավաքվեն ոնց ուզում ալնի, չէ։ Դե գյուղերում մեծ բաներ են ելնում, թաղումներ են ելնում 2, 300, 400 մարդ, հետո ասենք կարա գնա ասի տեսեք գյուղում ինչպիսի ընդունելության եմ բան արել, արժանացել։ Եթե մեխանիզմը այդ է, հա, կարա այդ էլ անի, հա։ Բայց դե ամենայն դեպս Գագարինում այդ բայց կարա հակառակ էֆեկտն էլ լինի, հասկանում ես։ Գնա այդ թաղման տեղում մարդիկ թաղումից թողեն փախնեն գնան։ Չէ, կամ ասեն դուրս արի մի պղծի մեր հիշատակը։ Տենց դեպքեր էլ կարող լինեն, հա, ոնց որ այն մարդը տան դուռը փակեց, դիմացա, ասեց ախպեր, այս օջախը, սուրբ օջախը մի մտի պղծի, արա, բան չի։ Վերջից դե երեխա է մեծանում։ Բայց իրականում մենք ծիծաղում ենք, բայց լացելու է, էլի։ Լսի, բայց բոլոր ժամանակներում այս երկրում իշխանության նկատմամբ ինչ-որ հարգանք եղել է, էլի, սենց այս բանի հանկարդակի մենք ինձ թվում առաջին անգամ ենք ասել, էլի, որ մարդուն ասեն մի մտի ոտդ։ Հա, մի օջախը մի պղծի ասենք։ Հայտարարք բան։ Մի խոսքով, քեզ հանրավաքը դուր է եկել Օրբանի ընտրություններն ու պարտությունը դու համարում ես, որ հետաքրքիր մեր համար նոր հնարավոր տարբերակներ է բացում, ես ինչքան հասկացա, եւ մենք հանրային գիտակցությունը գնալով ավելի է հանգում այն գաղափարին, որ Նիկոլի գոյության պայմաններում Հայաստանը որևէ ապագա զարգանալու, գոյություն ունենալու ապագա չունի։ Լսի, մարդիկ, այն որ մարդիկ արժանապատվության հարց են դնում, դա պատահական չի։ Մարդիկ ասում են քո այդ խոստացած խաղաղությունը մեր համար, այտենց, չէ, դե մեծ արժեք չի։ Մենք ուզում ենք ոչ միայն ապրենք, մենք ուզում ենք արժանապատիվ ապրենք։ Լսի, դա շատ կարևոր բան է։ Ճիշտ է, ես չեմ բացառում, լիքը մարդ կա, շատ մարդիկ կան, որոնց համար Նիկոլի առաջարկած տարբերակը ընդունելի է, հա, բայց դա հասարակության 10-15%-ից ավելի չի, հավատա։ Որոնց համար, ասենք թե գիտես ինչ կա, էլի եմ ասում, այնքան որ ապրենք, կարևոր չի ոնց։ Կարևորը որ Նիկոլը մեզ խոստանում է, որ մեզ չեն մորթի։ Չէ, իրականում ես քեզ մարդիկ կան ասում են, հա, բա ինչ, գնանք թուրքերի դեմ կռվենք, մեռնենք։ Ախր այնքան խոստացել է, չի արել, այս խոստումին հավատալ է, ինձ թվում է մանկամտություն է, էլի։ Մի անգամ խաբեցիր, ապրես, երկրորդ անգամ խաբեցիր, արդեն ես եմ հիմար, էլի նույն խոստումներն ա տալիս ու էլի նույն արդյունքն ենք ունենալու։ Ինձ է դա զարմացնում։ Դե ախր խոստումն էլ խոստում չի, նորից գալիս են, չի ասում որ երկրում ներդրումներ կլինեն։ Ես կապահովեմ խաղաղություն, չի ասում ես կապահովեմ խաղաղություն, ասում է արի տեր կանգնի քո խաղաղությանը։ Դե չի ասում որ դուք լավ կապրեք, տնտեսական բարգավաճում կլինի, ձեր եկամուտները կավելանան բիզնեսի համար, գիտես ինչի չի ասում։ Որովհետև խաբել է։ Լսի, օրինակ գյուղացիներին ասում են 2 միլիոն դրամ անտոկոս վարկ կտանք։ Հա։ Լսի, մարդը, երբ որ դա ընդդիմությունն է ասում, մարդը ասում է, այդ ընդդիմադիր կուսակցությունը հնարավորություն չուներ դա անելու։ Բայց երբ որ իշխանությունն է դա խոս տալի, ասում են ախպեր, 8 տարի անեիք, ախպեր ջան, եկել է հասել է ընտրությունների դեմը, նոր ասենք բան եք խոս տանում։ Պարզ չի որ ասում եք բան խաբելու համար։ Ես քո այդ լրիվ համաձայն։ Լսի, փետրվար, հունվար-փետրվար ամիսներին սկսել են գյուղերից երթուղային ավտոբուսներ աշխատել։ Այդ գիտեմ, անցյալ անգամ ասել ես։ Հա, ուսանողական։ Մարդկանց որ հարցը, չէ, ես զանգել եմ թաղապետարան, հարցում եմ, ասում եմ, ինչի հենց այդ ժամանակ, ասում են, պարզ ասում են, որտեղ ընտրություններ է։ Հա, այդ ծանոթից հարցում եմ, ասում եմ, ինչի համար որոշեցիք հենց հիմա, էլի։ Արդ դե ասում եմ, պարզ չի որ քո համար պարզ չի որ տենց հարցես, դա ինչ միամիտ հարցես տալիս։ Իսկ ինչքանով է այդ ծրագիրը, բա հարցնեիր ասա իր բանի հունիսի 8-ին է փակվելու, թե գոնե 15-ին միջև ամսի։ Դե հունիսի 7-ին, 8-ին, 10-ին որ փակվի նորմալ է, որովհետև դասերն էլ են, չէ, ժամանակ։ Աշնանից արդեն չի լինի, հա։
Խելացի։ Կկարային գոնե անցած տարվա սեպտեմբերից անեին, բայց Գոնե մի տարի շահացել էին երեխեքը, չէ։ հա, բայց Դա չէ, չեն արել։ փետրվար ամսից։ Խելացի։ Այսօր առաջարկում եմ ամփոփենք, իսկ թվում է հետաքրքիր հաղորդում ստացվեց, մեր հետևորդներին մի անգամ եւս խնդրենք մեզ արձագանքներ, մեկնաբանություններ գրել, կարող եք այս տեսանյութը տարածել, կարող եք մեզ լայք դնել, եթե դեռ չեք բաժանորդագրվել այդ հարցնել, լուծեք այնտեղ ներքևը մի հատ զանգակ կապան եւ այլն։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ երկուշաբթի այս նույն տաղավարում։ Հաջողություն։ Եվ այդ ժամանակ ընտրություններին մնացած կլինի ընդամենը 1.5 ամիս։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործության հասցեին։ Ոչ մի թիզական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մարդը կապիտուլյան տա, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։